Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, պարոն Նազարյան, ես հատուկ ուզեցա ելույթ ունենալ կարծիք հայտնել, երբ որ դուք տեղական արտադրողի մասին կամ արտադրության մասին կամ արտադրությունը խրախուսող կամ դա պրոտեկցիա է կոչվում, երբ որ ամեն մի երկիր իր արտադրանքը պրոտեկցիա է անում տարբեր գործիքներով։ Հայաստանի Հանրապետությունում այդ գործիքները բացակայում են, մարքեթինգային ինստիտուտները շատ թույլ վիճակում են, պետական մարմինը մարքեթինգային ոչ մի բաժին վարչություն չունի, որպեսզի աջակցի, օգնի, եւ ես կարծում եմ արդեն ժամանակն է մտածենք այդպիսի մի եւ ինստիտուտ եւ որոշակի կառույցներ ստեղծենք, որովհետեւ ես ուզում եմ մի օրինակ բերեմ։ Օրինակ շատ լավ կազմակերպված էր Երևանի տոնածառը 24 թվականի դեկտեմբերին, ավելի շուտ էին կազմակերպել, ինքը տարածվեց, բայց 600-700 միլիոն դրամ գումար էր ծախսվել, բայց ոչ մի կոպեկ չէր ծախսվել դրա մարքեթինգի վրա, որպեսզի թիրախային կարողանայինք ներկայացնել օպերատորներին, որոնք որ պետք է տուրիստներ կամ պայմանագրեր կնքեին Հայաստանից։ Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել, երբ որ դուք ասեցիք թեկուզ ծխախոտի մասով, նրանց ինստիտուտները այնքան հզոր են, որ մերոնք չեն կարողանում, ցանկացած արտադրանքի դեպքում Հայաստանի Հանրապետության շուկան շատ բաց է, որտեղ ազատ շուկայական պայմաններ է, բայց այն գործիքները, որոնք որ դրսից օգտագործում են այստեղ եւ այդ պայմանավորությունները ձեռք են բերում իրացնող կառույցների հետ, Հայաստանի Հանրապետության արտադրողների 1-2%-ը այդ հնարավորությունը եւ միջոցների առումով եւ ինստիտուցիոնալ առումով չունի։ Շնորհակալություն, այսքանն է։